Երևի հերթով գնանք, որպեսզի որտեղ թեման բավական Այո, տակ պահիր կանցնի։ Տակ պահենք, եկեք փորձեմ մեկնաբանել, չէ, իրականում շատ կրեատիվ թեմաներ եք ընտրել։ Տակ պահելու իմաստը որն է, որ մարդը չմրսի։ Տենց ենք տրամաբանում, եթե մարդը մրսում, այսինքն ինչ-որ վատ բան է կատարվում։ Եկեք սենց քայլ-քայլ գնանք դեպի բժշկություն։ Հարմար տեղավորվեք, այո, երկար է լինելու։ Հետևաբար մեզ զգուշացնում են, որ պետք է չմրսել տակ պահելով։ Չմրսել ինչ է նշանակում, երբ որ մարդը մրսում է, այսինքն ջերմային տատանումներ եւ մրսածության ֆակտորը ինքը ջերմային աստիճանը, եթե ցածր է, դա վտանգավոր չի, բայց այդ իրավիճակում իմունիտետն է անգնում։ Իմունիտետի անկմանը զուգահեռ չէ, որ մենք բոլորս հանդիսանում ենք վիրուսակիր, այսինքն կան վիրուսներ, հարաբերական պաթոգեններ, նաև բակտերիաներ, որոնք ապրում են օրգանիզմում, սակայն չեն արտահայտում իրենց պաթոգեն ազդեցությունը, այլ իրանք գտնվում են ռեմիսիայի շրջանում քնած։ Շատ լավ օրինակ է օրինակ գերպեսը, որ մրսում ենք, ինչ որ մեկին շուրթի վրա, ինչ որ մեկի մոտ սեռական շուրթերի վրա, սեռական օրգանների հատվածում կարա արտահայտվի այդ բշտիկը։ Ասում ենք ուրեմն ես մրսել եմ կամ երևի թե ինչ որ մեկի հետ շփվել եմ ով հիվանդ էր։ Սա երևի ամենալավ հեշտ պարզ տարբերակն է։ Դա շատ հաճախ են ասում, տես հենց մրսում եմ, երբ որ հարցնում ես պացիենտին, ոնց կգնահատել եմ։ Մրսացրել եմ, միանգամից հերպեսը դուրս է եկել։ Այս նախադասությունը, սա այն ամենատիպիկ օրինակներից է, այսինքն իմունիտետի անկում եւ պաթոգենը, վիրուսը, որը ապրում է, իրան շատ լավ պայմաններ է ստեղծվում, որպեսզի ինքը արտահայտվի։ Կամ պրովոկացիա է ենթարկվում։ Դա միայն ֆակտոր է։ Այո, դա պրովոկացիոն ֆակտոր է մրսելը։ Հետևաբար որ ասում